ինձ ուղղորդել շատ ճիշտ, որ ես կարևոր բան եմ հաստատել, պետք է խոսամ։ Տեսեք, համահայկական հռչակագիր երեխեք, հունվարի 29-ին ընդունվել, Լուծեռնակաբերդում, ընթերցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Համահայկական հռչակագրում ուշադրություն։ Դատապարտում է համահայկական հռչակագիրը Թուրքիայի, Հայաստանի շրջափակման քաղաքականությունը և դատապարտում է Թուրքիայի նախապայմաններ դնելու քաղաքականությունը, դա համարելով հայոց ցեղասպանության չդատապարտման և չճանաչման հետևանք։ Եվ երկրորդ, էլի համահայկական հռչակագիրը կոչ է անում Թուրքիային առերեսվել և հաշվի պատմությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէ ընդունում Թուրքիայի որևէ նախապայման Արցախի խնդրում գնալ միակողմանի զիջումների և նույնիսկ դա անվանում էր շատ կարճ և դատապարտում էր Հայաստանի Թուրքիայի կողմից բլոկադան և կոչ է անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսօր այս կապիտուլյացիայի սիմվոլները Արցախը հանձնել են, 150,000 արցախահայեր էթնիկ զտման են ենթարկվել, Թուրքիան նույնիսկ նման պահանջներ չի ներկայացնել երբեք, չէր կարող երազել, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, այսքանից հետո Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը փակ է, մի հատ էլ երջանիկ դեպքով գնում են թուրքերի հետ հանդիպում են, Էրդողանի գիրկը դնում են կրծքին։ Քանի որ հին հույներն ասում էին, որ ամեն ինչ հայմատության մեջ պետք է նայել և ճշմարտություն։ Ես որպես հին հույների քաղաքակրթության մի փոքր մասնիկ նայել, ուզեցի այդ հայմատությունը դուք ևս մեկ անգամ տեսնեք։ Ինչ է ասում համահայկական հռչակագիրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականին հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի շանտաժի ու բլոկադայի քաղաքականության մասին և ինչ են անում սրանք Արցախը տալով, հայաթափելով և Հայաստանը վերածելով թուրքական վիլայեթի։ Շնորհակալ եմ։